Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 29-ն է։ Մոտ օրերս ես պատրաստվում եմ բոլորիդ հնարավորինս մանրակրկիտ, հանգամանալից ու հիմնական ներկայացնել, ծանոթացնել նրա հետ, թե ինչ է պատրաստվում բերել Հայաստանին ու հայազգին Լույսի բանակը։ Դա կարող եք համարել քաղաքական ծրագիր, դա կարող եք համարել անկեղծ ասած միևնույնն է դա ոնց է կոչվում։ Կարևորը, որ այն ինչ մենք պատրաստվում ենք անել հայի ու Հայաստանի համար, թող դա լինի ծրագիր, թող դա լինի քաղաքական ծրագիր։ Մենք մեր նպատակներին տեր ենք։ Մենք նպատակասլաց գնալու ենք այդ ամեն ինչի իրականացմանը։ Բայց մինչև այդ չափազանց կարևոր է, որպեսզի այս տեսանյութը ուշադիր լսեք, համբերատար լսեք մինչև վերջ, որովհետև սա շատ կարևոր է մինչև այդ ամեն ինչը ներկայացնելը։ Ես ուզում եմ ձեր հետ խոսալ բազմաբովանդակ ու հնարավորինս անկեղծ, մաքսիմալ անկեղծ։ Ես չեմ ուզում այլևս տեսնել Լույսի բանակի կամ իմ անունը քաղաքական որևիցե էլ չեմ ասում ողջ քաղաքական դաշտի անունների հետ միասին, որպես քվեարկություն, որպես ես շատ գիտեմ ինչ, շատ եմ հանդիպում քվեարկությունների on-line, YouTube-ում, Facebook-ում, ում կընտրեք, եթե լինեն ընտրություններ, ու Լույսի բանակ, կամ Կարեն Արայան։ Ես ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ Լույսի բանակը մրցակցությունից դուրս է։ Մի համեմատեք, մի տարեք ու մի գրեք այլևս Լույսի բանակի կամ իմ անունը քաղաքական որևիցե ուժի հետ որպես մրցույթ, որպես հարցում, որպես չգիտեմ ինչ։ Գրեք բոլոր նրանց անունները, ովքեր պատրաստվում են ընտրությունների, ում համար կարևոր է այդ on-line քվեարկություններում իրաց տեսնել առաջատար կամ երկրորդ կամ երրորդ տեղեր։ Հավատացած եղեք, անգամ եթե բոլոր քվեարկություններում Լույսի բանակը կամ ես զբաղեցնեմ առաջի տեղը, իմ համար դա ոչ մի բան է։ Իմ համար դա ոչ տաք է, ոչ սառն է, ոչ լավ է, ոչ վատ է, ոչ մի բան։ Որովհետև նորից եմ կրկնում, Լույսի բանակը Հայաստանում երբևէ եղած քաղաքական դաշտերից բոլորի հետ համեմատ մրցակցությունից դուրս է։ Մենք չենք պատրաստվում մրցել որևէ քաղաքական ուժի հետ, քանզի մենք չենք պատրաստվում գնալ արդեն իսկ հիմիկվանից որոշված արդյունքներով ընտրությունների։ Դա այն մարդկանց համար է, ովքեր ձգտում են գոնե մի որևէ տեղ զբաղեցնել ազգային ժողովում։ Ես իմ յուրաքանչյուր խոսքին տեր եմ ու կարամ յուրաքանչյուրի հետ ցանկության դեպքում ուղիղ եթերով թե ոնց բանավիճել ու այս ամեն ինչը ապացուցել։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք, որ քաղաքական մատրիցան, որը գոյություն ունի աշխարհում, իսկ Հայաստանում երևի առավելապես վառ արտահայտված է, Լույսի բանակը այդ մատրիցայից դուրս է։ Ու իմ նպատակն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը մեկնածս ձեռքը բռնի ու այդ մատրիցայից դուրս գա։ Ես նորից խնդրեմ բոլորիդ զինվեք համբերությամբ, որովհետև այն ինչ ես հիմա կասեմ, ես հանում եմ իմ սրտից, իմ մտքից ու իմ էությունից, ուղիղ տալու բոլորիդ։ Եկեք հիշենք, ես 7 տարեկան է 92-93 թվերներ ու առաջի Արցախյան պատերազմը մենք հաղթեցինք։ Երկրորդ Արցախյան պատերազմը 44 օրյան մենք պարտվեցինք։ Հիմա կգտնվի ձեր մեջ գոնե որևէ մեկը, ով կարող ասի, որ առաջի Արցախյան պատերազմի հաղթանակը կամ երկրորդ Արցախյան պատերազմի պարտությունը ձեր ընտրությունն էր։ Ցանկության մասին չի խոսքը, որ առաջինի ժամանակ ցանկացել եք հաղթել։ Դա ձեր ընտրությունն է եղել։ Ես փոքր եմ եղել։ Այն մարդիկ, ովքեր մասնակցել են կամ հասուն տարիքի են եղել, որևէ մեկը կարաք ունենաք պատասխանատվություն ու վստահություն ասելու, որ դա հենց ձեր ընտրությունն էր։ Ոչ։
Նույնը 44 օրյա պատերազմի ժամանակ, մեր պարտության ժամանակ, որևէ մեկը կարաք ասեք, որ դա ձեր ընտրությունն էր, դուք եք ընտրել պարտվել, էլի ոչ։ Եկեք հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալը, իր իշխանության տարիները, հետո Քոչարյանի, հետո Սարգսյանի, հետո Փաշինյանի ու ասեք որևէ մեկը, որ դա ձեր ընտրությունն էր։ Միգուցե դուք գնացել եք ընտրությունների, միգուցե մասնակցել եք, ես չգիտեմ, բայց դա ձեր ընտրությունը չէր, դա սցենար է, որը գծված է, որը ներդրված է համակարգում մատրիցայի մեջ, քաղաքական մատրիցայի մեջ։ Ու իզուր չի, որ ես այս համեմատականը տանում եմ ուղիղ այդ բառով, որովհետև ոնց որ հայտնի ֆիլմում, երբ առաջարկվում է կարմիր ու կապույտ կոճակները, այն մարդիկ, ովքեր ուզում են արթնանալ ու իրապես ունենալ ընտրություն, իրապես ունենալ ազատություն, ընտրում են կարմիր կոճակը։ Ձեր որոշումն է, ուզում եք շարունակել մնալ քնած, նորից գնալ ընտրությունների, համարելով իբր ձեր ձայնը կարևոր է կամ արժեք կամ որևէ ազդեցություն ունի, ու նորից շարունակեք այսպես մսխվել, սպառվել այս համակարգի, այս կառույցի, մատրիցան ամենահարմար բառն է, գծած սցենարներում ու ձեզ թվա, թե դուք ինչ-որ բան ընտրեցիք, դուք ունեք ազատություն, դուք ունեք բարեկեցության ինչ-որ հույս, ապահովության ինչ-որ հույս եւ այլն, որոշումը ձերն է։ Լույսի բանակը ձեզ առաջարկում է այդ ֆիլմի համեմատ կարմիր կոճակը, որպեսզի արթնանաք, ճշմարտությունը տեսնեք ու վերջապես իրապես ունենաք ազատություն ու ընտրություն։ Ընտրություն, որը ոչ թե նախապես ձեր փոխարեն արդեն նախագծված է ու պատրաստ է ձեզ մատուցվել իբրև ձեր ընտրություն, այլ իրոք լինի ձեր ընտրությունը։ Այս ամենը ձեզ լույսի բանակից բացի բացարձակ ոչ մեկ չի առաջարկում։ Ուշադիր լսեք բոլոր քաղաքական ուժերին ու ուշադիր լսեք ինձ։ Ու մի հատ համեմատեք ասեք, որ այ քո պես էլ էս է խոսում, այն ինչ դու ասում ես ինքն է ասում։ Խոսքը նրա մասին չի, որ ուզում եմ Հայաստանը լավ լինի, հայ ժողովուրդը լավ լինի, հա, բոլորն էլ դա ասում են։ Բայց մոտեցումը, այս ամեն ինչի մատուցումը, նպատակները, դիրքորոշումը, ձևաչափը, արդյոք որևէ մեկի հետ համեմատելու է։ Ու հենց սա է, որ վիրավորում է իմ գիտակցությունը, երբ ես տեսնում եմ մեր անունը, լույսի բանակի կամ իմ առանձին։ Մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ ինչ-որ հարցումների մրցակցության մեջ։ Կոչս է բոլորին, ովքեր նման հարցումներ են կազմակերպում, այլևս մի գրեք իմ կամ լույսի բանակի անունը։ Գրեք բոլոր նրանց անունները, ովքեր այդ մրցակցության մեջ են, ովքեր իրար հետ մրցում են։ Մենք այդ մրցակցությունից դուրս ենք։ Հակառակ դեպքում ես մինչև այսօր չէի պնդի, որ պետք է արվի հեղափոխություն ու շեշտում եմ նորից առանց օրենք ու սահմանադրություն խախտելու։ Այսինքն ամբոստության ճանապարհով բնակչության 1-ից 2%-ը 50-ից 70 հազար մարդ դուրս է գալիս փողոց ու խախտում է սրանց մատրիցան, խախտում է սրանց սցենարները, կոտրում է սրանց բոլոր հակահայկական ու հայակործան պլանները ապագայի համար։ Չեք անում դա, ապա մնում եք մատրիցայի մեջ ու մյուս բոլորի հետ, լույսի բանակից բացի, ամբողջ քաղաքական դաշտի հետ գնում եք նույն համակարգի ընտրությունների, կապ չունի ում եք ընտրում, կապ չունի այդ ընտրվողներից ով է, լավն է, վատն է, ճիշտ է, սխալ է, փաստ է, որ ինքը այդ մատրիցայի մեջ է, ինքը դրանից դուրս չի։ Սա հստակ տեսեք, սա հստակ գիտակցեք ու հասկացեք ինչի համար է 6 տարի լույսի բանակի լոզունգը միայն լույսի բանակ եւ առաջ Աստված։ Միայն լույսի բանակ, այո, հենց դրա համար։ Որովհետեւ տեսեք, եթե մենք էլ լինեինք այս մատրիցայի մի մասը, շատ վաղուց լույսի բանակը վերածվել էր կուսակցության, դա բարդ չի։ Հիմա պատրաստվում էինք ընտրությունների,
Հավատացեք, ոչ մեկից պակաս չենք քարոզարշավներ կազմակերպելու հարցում, թե սիրունությամբ, թե ծրագրերով, ամեն ինչով։ Մեզ դա պետք չի։ Մենք աթոռի կռիվ չենք անում ու ոչ մեկ չի կարա ընտրություններով արմատապես փոխի Հայաստանի կամ հայ ազգի ճակատագիրը։ Կարող է ինչ-որ մանրուքներ կարողանան փոխել։ Կարող է չեք փոխեն։ Բայց արմատապես մենք բոլորս Հայաստանը, հայ ազգը մնալու ենք այս նույն կարգավիճակում, կախված լինելով այն իրականությունից, թե կներեք կոպիտ արտահայտությանս համար, թե ում տակը պետքա մտնի Հայաստանը, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, թե չգիտեմ էլ ում։ Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի ինքնուրույն գործելավոճի վրա կասկածում են ու Հայաստանի ինքնուրույնությունից խոսացողին ասում են ուտոպիստ, ես ցավում եմ այդ մարդկանց ունեցած գնահատականի համար հայ ու Հայաստանի հանդեպ, հայ ու Հայաստանի նկատմամբ, որովհետև ունենալով աշխարհում բոլոր ժողովուրդներից, բոլոր ազգերից ամենաշատ ընդունակությունները ստեղծելու, արարելու, թերագնահատել դա ու նորից հույսը դնել այլ պետությունների վրա, որոնց պետություն են դարձրել էլի հայերը, ուսումնասիրեք ցանկացած պետության կայացման պատմություն։ Գոնե մի հայ մեջը կգտնվի, միգուցե Յան ազգանունով չի, ուսումնասիրեք, ով կտեսնեք։ Ուրեմն ոնց է ստացվում նման մարդկանց մոտ, ովքեր Հայաստանի ինքնուրույնությունից խոսացողին ասում են ուտոպիստ, թերագնահատել այդ շնորհը, թե չուզենալ այդ շնորհքը, այդ տաղանդը ծախսել տալ հենց մեր հայրենիքի վրա։ Որ մի գիտնականը, որ մի արարող, շնորհք ունեցող հայը կհրաժարվի Հայաստանի համար իր տաղանդը ծախսելուց, ներդնելուց, եթե Հայաստանում լինի մատրիցայից դուրս ազգայնական իշխանություն, ինչպիսին է Լույսի բանակը։ Որ գիտնականն է հրաժարվելու գալ Հայաստան ու անել ու արարել հայ ու Հայաստանի համար։ Ոչ մեկ, եթե ինքը իրական հայ է։ Իսկ ես անձամբ այնքան տենց իրական հայեր եմ ճանաչում, ովքեր ամեն ինչ կանեն, որպեսզի գան Հայաստան ու ուղղակի այն դեպքում, երբ լինի ասածս իշխանությունը։ Հիմա տեսեք, ես ուզում եմ անձնավորել երևի մի կամ մի քանի հոգու, բայց մի ֆիքսվեք այդ անձի վրա, իրան ընկալեք որպես ուղղակի հավաքական կերպար։ Կարող է մի քանիսին ասեմ, կարող է մեկին, չգիտեմ։ Տեսեք, այսօր արդեն Ադրբեջանից են, գալիս են ազատ, գնում են, Նիկոլը բաց հայտարարում է, որ մենք ճանապարհ կարանք տանք Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա, ու դա կանի, դա կիրականանա, երևի արդեն գնում գալիս են, չեն հայտարարում, կամ կհայտարարեն։ Սա այլևս կարևոր չի, կարևոր է իրականությունը, որ մենք հասանք նրան, որ մեր երկու թշնամական պետությունները պետք է միմյանց հետ կապը հաստատեն իրենց հակահայկական գործունեությունը ծավալելու համար Հայաստանի տարածքի հաշվին, Հայաստանի տարածքի միջոցով։ Ու ես տեսնում եմ դժգոհողների, որ ես ինչ օրը հասանք եւ այլն։ Դժգոհողների մեջ կան մարդիկ, ովքեր դժգոհում են նաև եկեղեցին պղծելու փաստից։ Դժգոհում են, բողոքում են, հայ ազգին ասում են քնացեք, արա, հելեք, եկեղեցին, չգիտեմ ինչ ու ոնց։ Խոսքը, տեսեք, նորից եմ ասում, բանի, բլոգեր Էդգար ջանի մասին է։ Ես նայեցի վիդեոն, ոնց է բորբոքվել, ոնց է տաքացել, ոնց է նեղվել, որ ես ինչ են անում եկեղեցու հետ, Սփյուռք ուրեք, Հայաստան ուրեք եւ այլն։ Հիմա տեսեք, ապրիլ-մայիս ամիսներին, երբ որ Լույսի բանակը իմ առաջնորդությամբ վերածննդի շարժման շրջանակներում
օպերայի բակում 2 ամիս գիշեր ցերեկ անձրև թե արև նստած կոչ էր անում ու սպասում էր բոլորիդ, որպեսի աջակցեք ու միանաք, որ այս իշխանությունից ձերբազատվենք, որ այս իրականությունը չլինի, ինչից որ նեղվում ու բողոքում եք։ Այսինքն եկեղեցի պղծել, եկեղեցու դեմ դուրս գալ, եկեղեցականներին իրար դեմ հանել, ադրբեջանցի բերել Հայաստանով տանել Թուրքիա, թուրքերին Հայաստանով տանել Ադրբեջան, ու մի խոսքով այն իրականությունը ինչ ունենք։ Ես էլ չեմ խոսում բանակից մարտունակ բառ հանել ու դրա փոխարեն պաշտպանունակ բառ դնելը։ Ես չեմ խոսում ամեն ինչից ազգային ու ազգայնական բառերի հեռացման մասին եւ այլն։ Մեր պայքարը հենց դրա համար էր, որ այս իրականությունը չլինի։ Հիմա տեսեք, ես ուղիղ դիմում եմ Էդգարին։ Էդգարը, ես անկեղծ ասեմ, իմ համար այն կերպարը չի, որ շատ ծանր քաշ ունի, ինչ որ իր ազդեցությունը կա կամ չգիտեմ ինչ։ Ուղղակի Էդգարը, նորից եմ ասում, հավաքական կերպար է, ոնց որ մյուս բոլորը, ովքեր TikTok-ով, որ ասում էին մեր պայքարի մեջ մենակ աթոռակռիվ են տեսնում, այն դեպքում, որ եթե աթոռակռիվ լիներ, հիմա ես Լույսի բանակը կվերածեի կուսակցության, ու մենք կպատրաստվեինք ընտրությունների։ Ոնց էլ չլինի, մի աթոռ կունենայինք, ինձ աթոռը չի պետք, ինձ միայն աթոռը չի պետք, հասկանում եք, ինձ պետք է Հայաստանի բարեկեցությունը, հայ ազգի բարեկեցությունը։ Ես էլ չեմ խոսում այն շարբազների մասին, որ ով ինչ գիտեր, ասենք Գարեգին Նժդեի նկարը կախած, Արտաշեսյանների դրոշը կախած, բայց մեկը անունը դնում էին աղանդավորական շարժում։ Ես դրանց մասին չեմ էլ ուզում խոսամ, որ ինձ անվանեցին էլ երեխու արուն խմող, էլ մասոն, էլ ջհուդ, էլ չգիտեմ, այս սրանք վիժվածքների հավաքական մի հատ sense կուտոկ էր, էտիմիկոմ։ Բայց այն մարդիկ, ովքեր մեր պայքարը անվանում էին աթոռակռիվ, Էդգարը ասում էր, ով կմիանա քեզ, քո ձենը վանում է, չգիտեմ ինչ է անում։ Հիմա Էդգար, ես քեզ հարց տամ, գոհ ես իրականությունից, ոնց վիդեոներիցը տերևում է չէ, բառաչարկում էինք փոխել, ինչ է ստացվում, ես նորից եմ շեշտում ու վերջի անգամ, ես ասում եմ Էդգար, դուք պատկերացրեք բոլորին, ովքեր սկսեցին քննադատել, ովքեր սկսեցին չգիտես ինչերի կպնել, չմիանալ, չաջակցել ու երբեմն էլ խանգարել։ Պատկերացրեք այս բոլորին։ Ուղղակի այս պայն հիշեցի Էդգարին, խոսում եմ Էդգարից։ Բայց այսօր բողոքում է, դժգոհում է, որ եկեղեցու հետ էս ինչ եք անում, էս ոնց եք անում։ Յուրաքանչյուրին, եթե հարցնես ինչ կար մեզ չաջակցելու կամ մեզ դեմ լինելու, ոչ մի հիմնավոր պատճառ չկա։ Մեկին ձենը դուր չի գալի, մեկը չգիտեմ ինչ էր ուզում, մեկը չգիտեմ։ Ամեն դեպքում մեր շարժումը հակահայկական չէր, մեր շարժումը ապազգային չէր, մեր շարժումը հակաեկեղեցական չէր։ Չաջակցելու, չմիանալու, փորձ չանելու, մեզ որպես պայքարողների թիմ կազմելու փորձ չանելու իմաստը որևէ մեկը այս բոլոր բլոգերներից ու ոչ բլոգերներից կարակ բացատրեք։ Այսինքն դուք նայեցիք, եթե ձեր նախընտրած թեկնածուն չի, օրինակ Քոչարյանը, հա Էդգար, ապա ուրեմն դուք էլ մի եղեք, թող Նիկոլը մնա։ Տեսեք, ես բազմիցս ասել եմ, մենք նախորդ շարժումների նման չենք, ես կոնկրետ այն շարժումները, որոնք հավաքում են 30, 40 ու 50 հազար մարդ կամ այդքան չեն հավաքում, բայց այդքան ցույց են տալի կամ ներկայացնում են, ռեալ այդքան մարդ իմ հետ դուրս գա, դուք չեք պատկերացնի Նիկոլի վախը իմ պես տղեկից։ Տեսեք, ինքը ինձ հիմա չի կպնում, չնայած չգիտեմ մի ժամից ինչ կարա անի, բայց ամեն դեպքում ինձ թվում է, ես չգիտեմ, դա նրանից է, որ ես կուսակցություն չունեմ ու ընտրություններից չեմ պատրաստվում։ Ու ինքը վստահ է, որ դուք դուրս եկողը չեք, քանի որ բազմիցս
խոսացել է, որ դեմ եք հեղափոխություն արեք։ Այն մարդը, եթե ով վստահ է, որ ազգը դուրս կգա ու կանի հեղափոխություն նման բան կասի, իհարկե ոչ։ Իսկ ինքը ասում է, որովհետև գիտի, որ դուք դուրս չեք գալու, որովհետև իր անդիմությունը հոգնածրեց բոլորիդ, փողոց հանելով, մանտալով, անիմաստ ու տուն ղրգելով ու վերջ։ Ինքը վստահ է, որ հոգնել եք, էլ դուրս չեք գա։ Ինքը վստահ է, որ Էդգարի, մյուսի նման մարդիկ դուրս կգան, մի բան կգտնեն, կասեն, որ չենք աջակցում, դա էլ մի պուճուրիկ, բայց ազդեցություն կունենա, թեկուզ մի հոգու վրա։ Վստահ է դրանում։ Իսկ դուք պարտավոր եք այդ մատրիցայից դուրս գալու, հանուն ձեզ, պարտավոր եք հանուն ձեզ։ Ու ինչի մենակ Լուիսի բանակի հետ, որովհետև մենակ Լուիսի բանակն է այդ համակարգից դուրս ձեռք մեկնում ու կոչանում միանալու, դուրս գալու արդեն ծամված, ուղղակի մի փոքր փոփոխված նույն կործանարար սցենարից։ Ես կասեմ Լուիսի բանակը ինչ է բերելու, ես այս վիդեոյի սկզբից էլ ասացի, չգիտեմ, հաջորդ վիդեոյով կամ այն մյուսով, մանրակրկիտ հանգամանալից ամեն ինչ կներկայացնեմ։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի այլևս ոչ մեկը չխափնվեք մակերեսային քննադատություններին, որոնք եւս ստեղծված են այդ նույն մոդելով, նույն մեխանիզմով, նույն մատրիցայից, որովհետև ոչ մեկ ուղղակի չի կարա ազգային շարժմանը ուղղակի անուն կպցնի։ Ազգային շարժման համար ցավացողը, եթե նույնիսկ տեսնում է թերություն կամ մի բան այն չի, տեսեք Էդգարը ասում է բան, ասում էր ձենը դուրս չի գալի, քո ձենը լավն էր, գայր միանայիր, դու խոսայիր։ Եթե պայքարը կիսում ես, որ ոչ նախկին, ոչ ներկա, միայն ազգայնական Հայաստան, ազգային նպատակներով, ու մի խոսքով այն ամենը ինչ այդ օրերին ասվում էր։ Բայց չէ, եթե իմ թեկնածուն չի, ուրեմն թող մնա Նիկոլը։ Ես կարամ տենց մտածեմ, իհարկե կարամ ու մտածում եմ, հետնել բարձրաձայնում եմ, փաստարկված, հիմնավոր, հակադարձել, որևէ մեկը կարա։ Օրինակ, գիտեք ինչ ձևի հակադարձի, ասի, այ տես դու ինչ որ չգիտեմ, հակահայկական գործունեության մեջ կաս, այս էլ փաստերը ես քեզ չեմ վստահում։ Կամ օրինակ կապիտուլյացիան ստորագրելուց նոյեմբերի 9-ի պայմանագրի տակ բացի Ալիևը, Պուտինն ու Նիկոլը քո ստորագրությունն էլ կա, ինչ-որ սես մի բան էլի։ Լավ, այդ շարժմանը չմիանալ ինչի համար, որ ձենը դուրդ չի գալի։ Մի հատ, տեսեք, ես չեմ ուզում ուրիշ բան ասեմ, զուտ փաստ եմ արձանագրում, մտածեք դուք։ Որովհետև մի հոգի չէր տենց, մի քանիսը։ Մեկին տեսել եմ անձամբ, մյուսների մասին ասել են, որ էսի եթերում սենց բան էր ասում։ Ճիշտ է, Վարդան Հակոբյանի հետ զանգով իրար հասկացել ենք ամեն ինչ նորմալ է, ինքը անձամբ ասաց, որ թե ես ինչի համար տենց խոսացի այդ օրերին, ես չգիտեմ։ Բայց փաստը մնում է փաստ, ես վստահ եմ, որ հիմա եթե մենք դուրս գանք, նույն Վարդան Հակոբյանը կաջակցի, բայց այդ օրերին ունեցանք այն ինչ ունեցանք։ Ու այսօր ունենք այն ինչ ունենք։ Դրա համար մի բողոքեք, մի դժգոհեք, որովհետև նորից եմ կրկնում, Լուիսի բանակից բացի ոչ մեկ ձեզ չի առաջարկում այն, ինչը ձեզ իրապես կհանի արդեն վաղուց ժանգոտած ծրագրերով, արմատացած կառույցից, մատրիցայից, մեխանիզմից։ Ինչի համար, որովհետև բոլորը այդ նույն մեխանիզմով էլի գնում են ընտրությունների։ Մենք հիմա նորից փորձ անելու ենք։ Ես չեմ ուզում հավատամ, որ նույն մարդիկ նորից, ես չեմ ասում էլ դեմ խոսան կամ ինչ-որ ձենի կպնեն կամ թրաշի կամ կոշիկի կամ հակացի կամ ես շատ գիտեմ էլ ինչի, անլուրջ բաներ էլի, ես չեմ հավատում, որ անգամ չեն միանա, հակառակ դեպքում արդեն շատ ուրիշ բաներ մտածելու հիմք կտա։
Տեսեք լրատվականների մասին։ Անաչառ լրատվականներից ես հիշում եմ մենակ ժողովուրդը, բայց մենակ ժողովուրդը չէր, էլի կային, ովքեր լուսաբանեցին, ովքեր օպերայում մեր հետ էին, շնորհակալ եմ բոլորին, եթե նույնիսկ հիմա չեմ մտաբերում պահի տակ անունները լրատվականների կներեք, բայց այն որ բոլորից շնորհակալ եմ։ Ու տեսեք, կան լրատվական կամ հաղորդում, չգիտեմ անունները ոնց ասեմ, օրինակ ինչ ասեմ, այն բանի ինչ Հայաստանա, ինչ որ Հայաստան թե հայկական մի խոսքով կամ օրինակ լավ, եթե բանի եկեք վերցնենք օրինակի համար Arm Comedy-ին կամ այլ որը կան մի խոսքով մի քանի սենց հաղորդումներ կամ լրատվականներ, չգիտեմ ոնց անվանեմ, կան, որոնք բացարձակ չարադարձան մի բանի, ինչը Հայաստանում իրականություն էր, Հայաստանի իրականության մեջ կատարվող գործողություն էր, 2 ամիս ամեն օր 24 ժամյա ռեժիմով։ Հարց, արդյոք անաչառ դիրքորոշման տեր են։ Տեսեք օրինակ Լույսի բանակի Telegram ալիքը լրատվական, որ լիքը մարդ մինչև այսօր չի հասկացել, որ դա լրատվական է, որովհետև երբ որ ինչ-որ իրադարձություն է լինում ու լուսաբանում են ադմինները, գրում են բանը, այս լրատվական է, թե ինչ, այո, լրատվական է, Լույսի բանակ Telegram ալիքը լրատվական ալիք է, որը հայտնում է մեր դիրքորոշումը, որը տեղեկացնում է իրադարձություններ եւ այլն, ու անկախ նրանից ում հանդեպ ոնց ենք, միգուցե որևէ կուսակցություն իր ներքին հայտարարություններն անի, ես շատ գիտեմ ինչ անի, դրան չարադարձվի, բայց երբ որ ինչ-որ շարժում է, երբ որ ինչ-որ ակցիա է պարտադիր անդրադարձվում է, ու կապ չունի, դա անում է Նիկոլը, դա անում է Քոչարյանը, դա անում է Բագրատը, դա անում է Իշխանը, դա չգիտեմ, ուղղակի ինչ-որ մեկը, որ ուղղակի ակցիա է անում, տեղեկությունը ստանալու դեպքում դրանով անպայման կիսվում ենք որպես Հայաստանի իրականությունում տեղի ունեցող գործողություն։ Ուրեմն ես հիմա ուզում եմ հասկանամ այն լրատվականներին, որոնք իրանց ներկայացնում են իբր անաչառ, որ տենց էլ չարադարձան վերածննդի շարժմանը, որ հանգարց ավել մարդ չիմանա, չմիանա։ Նույն Arm Comedy-ին բոլորս հայ ենք, ես էլ եմ հայ, Arm Comedy-ի տղեկն էլ են հայ, հարցը սողում եմ ոնց որ հայ տղեն հայ տղեկին, տղեկ ինչի չարադարձակ, ոչ թե միանայիք, աջակցեիք կամ զուտ արձագանքեիք որպես իրականությունում տեղի ունեցող գործողություն, որ սենց բան կա, տենանք ինչ կլինի, կամ համաձայն չենք, կամ համաձայն ենք, ինչի չեք լուսաբանել, ու հիմա նորից ոնց որ Էդգարի դեպքում, որ ասում եմ անունը տալիս եմ, բայց դուք պատկերացրեք բոլորին, նույնը հիմա Arm Comedy-ին մտքիս եկավ, խոսում եմ Arm Comedy-ից, պատկերացրեք մյուս բոլոր լրատվականները, դրանից հետո ինչ հիմքով եք դուք ներկայանում որպես անաչառ, անկեղծ, ու սենց տարբեր հանգամանքներ բերեցին նրան, որ այսօր նույն այդ չանրադարձողները, նույն հակա անհիմն ուղակի, Էդգարը ոնց էր ձենը դուրս չի գալի, հակա խոսացողները այսօր դժգոհում են ու ներվայնանում են մեր իրականությունից, նորից հարց, բա ինչի ինչ-որ մի ձևով, խորհրդով, ես չգիտեմ էլ ինչ-որ, ինչի չաջակցեցիք, կոնկրետ հաղորդումներ կան, որոնք գիտեմ ապրում են Սերժով, Սերժ են փառաբանում եւ այլն, բնական է իրանք չէին խոսա, որովհետեւ Սերժի դեմքը մյուս բոլոր 4 ղեկավարների պես մերժած դրած էր մեր ակցիայի այդ ետնամասում, դա միտեղ կարամ հասկանամ, ու իրանք չեն էլ ներկայանում որպես անաչառ, իրանք ներկայանում են կամ Նիկոլի աջակից լրատվական, կամ Սերժի, կամ դա հասկացանք, բա այն մյուսները, ովքեր տենց չեն ներկայանում, բայց փաստացի դուրս է գալի, որ այդ 4-ից մեկի
մերժումը իրենց սրտով չի, հակառակ դեպքում պատճառը կարաք մեկը ասեք չլուսաբանելու, չկա։ Եթե ես ինչ-որ մի բան չեմ հասկանում ու կա այլ պատճառ, ապա ասեք։ Ենթադրյալ պատճառները, որ դե հələ լուրջ բան չկար, դրա համար չէինք անդրադարձել, այսինքն տեսեք, 2 ամիս շարունակ 24 ժամյա ռեժիմով օպերայում ակցիա անցկացնելը դա կարան անվանեն, որ լուրջ բան չկար։ Լուրջ բան չկար այդ ակցիայի մեջ այն դեպքում, երբ գրեթե բոլոր ուժայինների պետերը դրանից առաջ կապվելով, հանդիպելով, հրավիրելով, հարց ու փորձ անելով, հասկանալու համար ինչ, ոնց եւ այլն, այսինքն ուժայինները չէին հասկանում, դուք եք հասկանում, որ լուրջ չէր, թե ոնց, ինչ բացատրություն կա սրան։ Ես այսքան ինչի համար եմ ասում, ես չեմ ուզում ոչ մեկի հետ կռվեմ, դրա համար ինչ-որ մեկին կպնեմ, չգիտեմ ինչա, իմաստել չունի, այն որ հիմք էլ չկա, էլի տենց, բայց ես այսքան ասում եմ, որովհետև ուզում եմ, որ մեր հաջորդ դուրս գալուց բոլորս իրոք լինենք միասնական, եթե իրոք դեմ եք Նիկոլի իշխանությանը, ու եթե իրոք անաչառ եք, այսինքն այն 4 մերժված դեմքերից ոչ մեկի գաղտնի թաքուն կամ բացահայտ աջակիցը չեք։ Ես էլ, դուք էլ, բոլորդ հայ եք, ու վերածննդի շարժմանը պետքա բոլորդ աջակցեք, եթե նորից եմ կրկնում, չեք ցանկանում այն կապույտ հաբը խմած, քնած, նորից գնալ նույն այս կառույցի համակարգի մոդելի ու մեխանիզմի ընտրություններով, գծագրով ու սցենարով։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորդ արթնանաք։ Ես չեմ ուզում հայի մեջ փորփրել գտնել բաների, թշնամիներ, չգիտեմ ինչ։ Ես ուզում եմ, որպեսզի արթնանաք, վատ մի զգացեք ձեզ, դուք քնած եք։ Հակառակ դեպքում արթուն մտքով ու բաց աչքով կտեսնեք լույսի բանակի վերածննդի շարժման հիմքը ու վաղվա օրը։ Ես հույս ունեմ հիմա արդեն կսկսեք տեսնել, որովհետև բացի ընտրությունների գնացող քաղաքական ուժերից այլ ընտրանք չունեք, եթե ոչ լույսի բանակ, ապա ընտրություններ, ապա նույն սցենարը, նույն համակարգը։ Ես պարտադիր շատ մեծ ցանկություն ունեմ ու 2 բառով ասելու չի։ Ես կներկայացնեմ բոլորիդ լույսի բանակը ինչ է ուզում բերի ձեզ։ Մեկը օրինակ հիմա կասեմ, ինքը շատ խորն է, բայց այն վիդեոն, որտեղ կանադառնամ ու կսկսեմ ներկայացնել ամեն ինչ, կփորձեմ մի քիչ ավելի sense բացել, որպեսզի ավելի པարզ դառնա։ Լույսի բանակը պատրաստվում է ձեզ բերել մարդ լինելու հնարավորություն, որովհետև դուք բոլոր իշխանությունների օրոք եղել եք կամ քաղաքացի, կամ ֆիզիկական անձ, կամ ինչ ասես, բայց ոչ մարդ։ Բացեք ձեր անձնագիրը, բացեք ձեր ցանկացած, որտեղ կաք գրանցված եք աշխատանքի վայրում կլինի, ինչ ուզում լինի։ Ես ուզում եմ, որ ամեն մի հայ լինի մարդ, ոչ թե ուղղակի քաղաքացի, իրավաբանական անձ, ֆիզիկական անձ։ Ինձ թվում է, ինձ հասկացաք, ու ինձ թվում է բոլոր են մարդիկ ոչ թե մենակ նրանք ում անունով դիմեցի, այլ այդ մարդկանց կերպարին համապատասխան մյուս բոլորը։ Ուղղակի զուտ են, որ ոչ թե հանրային, ոչ թե հաղորդման համար, ոչ թե բլոգի համար, արա ուղղակի էլի, որպես հայ, մի հատ ինչ-որ օրվա մեջ մի րոպե կգտնվի քնելուց առաջա, արթնանալուց ամիջապես հետո է, չգիտեմ, օրվա մեջ ինչ-որ մի հատ հանգիստ վայրում է, մի րոպե տրամադրեք ու մի հատ մտածեք, ինչ ունեք իմ դեմ, ինչ ունեք լույսի բանակի դեմ, ինչ ունեք խորշելու, ինչ ունեք կասկածելու, որ հիմքով, որն այդ հիմքը, որն է դրա փաստը, այն որ որոշ դեգեներատներ ասում են, որ բանա, մասոն եմ, այն որ ասում են Աննայի հետ բան ունեմ, ինչ ունեի,
Ինչ էին ասում, կոսմետիկայի բիզնես։ Նրանք, որ ասում են, ինչ-որ, չգիտեմ, սրա նրա ուղարկվածն եմ կամ դրածուն, դա ընդհանրապես ես չգիտեմ, մտածեք ժողովուրդ, չկա ուրիշ ճանապարհ։ Իմ հույսը մենակ դուք եք, որովհետև այն ծրագիրը, որը ունենք մենք իրականացնելու, դա միայն ձեր հետ է, բացառապես ձեր հետ է։ Դուք պետք է միանաք, դուք պետք է դուրս գաք, դուք պետք է աջակցեք։ Հակառակ դեպքում ես ոչինչ անել չեմ կարա։ Ոնց որ եղավ ապրիլին, դուք դուրս չեկաք ու ես ոչ մի բան չկարողացա անել։ Սա ապագայի համար ենթադրություն չի, սա անցյալից վերցրած դաս է, թե ձեր, թե իմ, թե բոլորիս համար։ Ու դուք նայելու եք նորից մեր դուրս գալուց, ասեք, որ չգիտեմ, ասենք, ինչը դուր չի գալի, ակնոցները կամ էս կամ այն։ Ու նորից մնա Նիկոլը, նորից գնաք ընտրությունների, նորից հաղթի Նիկոլը։ 21 թիվը ձեզ օրինակ չէր։ Հույս ունեք, որ հիմա պետքա Նիկոլը պարտվի, եթե անգամ Նիկոլը պարտվի, Նիկոլը պարտվելու է այն մարդուն, ով իրան կտա երաշխիք, որ իրան չի կպնի, ու իրան չի էլ կպնելու, ոնց որ ինքը Սերժին տվեց երաշխիք, ու մինչև հիմա չի կպնում, ոնց որ Սերժը Քոչարյանին տվեց երաշխիք, ու չկպավ, Քոչարյանը Լևոնին, ուսեն շարունակ, Այն ովքեր երաշխիք չէին տալիս, որ ոչ մեկի չեն կպնի, օրինակ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ Պատմությունը բոլորդ գիտեք։ Դրա համար կա մի ճանապարհ, իրական ազգային հեղափոխություն, ու շեշտում եմ, առանց օրենք ու սահմանադրություն տապալելու կամ խախտելու։ Ուղղակի իմ հայ ազգի բնակչության Հայաստանի 2%-ը 50-ից 70 հազար մարդ մի օրում մեր իմ առաջնորդությամբ դուրս կգա փողոց 24 ժամ չի տևի այն փոփոխությունները, որի մասին տարիներով բոլորս երազում ենք։ Որոշողնել եք դուք, վճռողնել եք դուք, քայլանողնել եք դուք, ինձանից հասնում է առաջարկել, ինձանից հասնում է առաջնորդել, ինձանից հասնում է վերցնել իմ վրա պատասխանատվություն ու բոլոր ռիսկերը, ես դա անում եմ։ Ես դա անում եմ ամբողջ 100%-ով, իմ հնարավորությունների սահմանում, իրականության թույլատրելի սահմաններում։ Սպասեք մանրակրկիտ ներկայացնելուց, թե ինչ ենք պատրաստում բոլորիդ համար, որոշողը դուք եք ժողովուրդ։ Նայեք տեսանյութերից դիտումները, քանակը նայեք։ Այդ քանակը ինձ հուշում է, քայլանելու ժամանակն է, թե չէ։ Այն պահին, որ ես խոսամ, որ ես արդեն ունեմ կուսակցություն ու մենք գնում ենք ընտրությունների, իմ դիտումները կավելանան, որովհետև ավելի շատ են մարդիկ, ովքեր այս համակարգի, այս մոդելի, այս մեխանիզմի, այս մատրիցայի ներարկած իրականությունը ընդունում են որպես ճշմարտություն, որ ընտրությունով հարց կփոխվի, եկեք գնանք ընտրությունների, ոչ։ Նորից եմ ասում, ունեք մի հատ կարմիր հապ, ունեք մի հատ կապույտ։ Խորհուրդ է սա ընտրել կարմիրը, որովհետև կարմիրի դեպքում դուք կարթնանաք։ Հուսով եմ, որ այս տեսանյութը իզուր չէր ու գոնե մի հոգու ճիշտ ուղու վրա կդնի, կուղորդի դեպի ճիշտ ճանապարհը, դեպի լույսի բանակ, դեպի վերածննդի շարժում, դեպի ազգային, դեպի ազատություն, քաղաքական մատրիցայից դուրս, դեպի հայկական ազատություն, դեպի հայկական հաղթանակներ, դեպի հայոց ու հային վայել ու արժանի իրականություն։ Եթե գոնե մի հոգու այդ ճանապարհի վրա այս տեսանյութը դրեց, ապա այս 40 րոպե խոսելս իզուր չէր։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։